Պարոն Բաբաջանյան, կներկայացնեք շնորհակալություն եք հայտնում Ֆրանսիայի, նախորդ անգամ Ռուսաստանին մերժում էիք, վտարում էիք Հայաստանից կոնկրետ շփոթում էինք։ Եվ սա տրամաբանական շարունակությունն է այն ակցիայի, որտեղ մենք ցույց էինք տալիս մեր վերաբերմունքը եւ նողկանքը դավաճան Ռուսաստանի, ով Հայաստանին ըստ էության ամենածանր պահին դավաճանեց թշնամի հակառակորդների հետ, եւ մենք ցույց ենք տալիս, որ նաեւ երախտապարտ լինելու շնորհքն ունենք Ֆրանսիային, ով առաջին օրից կանգնեց Հայաստանի կողքին, երբ շատերը լռեցին եւ քարեր էին նետում Հայաստանի ուղղությամբ։ Հիմա մեզ համար բացի բուն երախտագիտության այս ակցիան շատ ավելի կարևոր հարցեր կան, որտեղ մենք ուզում ենք շեշտել, դա ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հաստատումն է Ֆրանսիայի հետ։ Կարծում եմ, որ հասունացել է այդ պահանջը բոլոր մակարդակներում, եւ մարդկային, եւ ժողովրդական, եւ նաեւ իշխանությունների ձգտումն է, որպեսզի Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև դաշնակցային ռազմավարական հարաբերություններ հաստատվեն, բոլոր ուղղություններով մենք կարողանանք մեր հարաբերություններին ինստիտուցիոնալ տեսք տալ։ Ինչպես նաեւ մենք ձգտում ենք, որպեսզի Ֆրանսիան ավելի ու ավելի ակտիվ դերակատարություն ստանձնի Հայաստանի Եվրոպական միության անդամակցության գործընթացում։ Մենք գիտենք, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի այդ ձգտումները, ուզում ենք, որ հնարավորինս գործնականացնենք այդ քայլերը եւ Ֆրանսիայից ավելի գործուն ջանքեր, գործուն աջակցություն գտնենք այդ գործընթացում։ Պարոն Բաբաջանյան, Լավրովի եւ Արադ Միրզոյանի համատեղ ասուլիսի ժամանակ արտաքին գործերի նախարարը Հայաստանի հայտարարեց, որ չեն պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Ինչ եք դուք այս արտահայտության տակ տեսնում։ Գտնում եմ, որ նախ սխալ է եղել այդ հայտարարությունը, բայց չեմ ուզում դրամատիզացնել, հույս ունեմ, որ փոխանակ Ռուսաստանի հետ հարաբերությունները որևէ կերպ վերանայելու Հայաստանը ձեռնամուխ կլինի շատ ավելի բարձր որակի հարաբերություններ հաստատել այլ ուղղություններով։ Մենք արդեն ունենք ռազմավարական գործընկերության հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ, կարծում եմ, որ դաշնակցային հարաբերություններ, ռազմավարական դաշնակցային հարաբերություններ պետք է հաստատենք Ֆրանսիայի հետ եւ բոլոր այն ուղղություններով, որոնք այս պահին կասկածի տակ չեն դրել Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սահմանները։ Մենք այսօր շատ կարևոր պաշտպանական համագործակցություն ունենք Հնդկաստանի հետ, կարող ենք այդ ուղղությամբ եւ պետք է այդ ուղղությամբ աշխատենք եւ նաեւ եվրոպական այլ երկրների հետ պիտի ռազմավարական գործընկերությանը ձգտող հարաբերություններ հաստատենք, անկախ նրանից Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդհանրապես վերաֆորմատավորման կամ վերատեսության ձգտում կա Հայաստանից եւ Ռուսաստանից թե ոչ։ Ակնհայտ է, որ ժողովրդական գիտակցության, մտայնության մեջ մենք բոլորս գիտենք, թե ինչպես է Ռուսաստանը մեր հակառակորդների Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ համագործակցաբար դավաճանել Հայաստանի շահերը, առևտրի վերածել Հայաստանի շահերը, մեր կյանքերի եւ տարածքների հաշվին լուծել իր ազգային շահին առնչվող հարցերը եւ մենք դա չենք կարող մոռացության մատնել եւ սա մեր պատասխանն է։ Պարոն Բաբաջանյան, ի՞նչն է խանգարում, որպեսզի Հայաստանի իշխանությունները ավելի կոնկրետ լինեն, հա, Ռուսաստանի Դաշնության հետ, օրինակ ասում են ՀԱՊԿ սառեցրել ենք, մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցրել ենք, բայց չգիտեմ ինչ է խանգարում, ես շատ պիտի ուզեի, որպեսզի չի մասնակցում, ՀԱՊԿ-ի շրջանակներում մենք որևէ մասնակցություն չունենք, իսկ մյուս այլ միջոցառումների ԱՊՀ-ի ձևաչափով անպաշտոն հանդիպումների ենք մասնակցել, մայիսի 9-ի միջոցառմանն ենք մասնակցել, որը իրենից որևէ առարկայական ոչինչ չի ներկայացնում։ Մենք տարիներ ի վեր Ռուսաստանի հետ բարձր մակարդակով առարկայական քննարկում չենք ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների միջև տևական ժամանակ չի եղել հանդիպում եւ սա շատ ուրախալի է։ Ես կարծում եմ, որ մենք ուրիշ այլ ուղղություններով պիտի աշխատանքը ավելի զարգացնենք, որովհետեւ խորապես համոզված եմ, որ մեր բաց թողումն է, որ Ռուսաստանը մեր նկատմամբ այսպես է վարվում։ Եթե մենք
ավելի բացվեինք աշխարհին, այլ ուղղություններով փորձեինք ձգտել ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հաստատման, շատ ավելի պահանջված կլինեինք նույն Ռուսաստանի համար։ Եվ կարծում եմ, որ ժամն է հասել ուշացած, բայց մենք հենց այդ բացը պիտի լրացնենք, այլ ուղղություններով պիտի Հայաստանի կշիռը, Հայաստանի կարևորությունը, արժեքը մեծացնենք բոլոր նրանց համար, ովքեր այսպես կոչված մեր դաշնակիցներն են, բայց գործով ուղղակի դավաճաններ։ Հապկին համարժեք այլ ռազմավարական ստրատեգիական նշանակության միջազգային պայմանագիր կամ միավորում դուք տեսնում եք, որին կարող է Հայաստանի Հանրապետությունը միանալ եւ որը կարող է ծառայել որպես անվտանգության երաշխիք։ Որևէ ձևով երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը, եթե դրանք մեր դաշնակիցներն են, ուրեմն մեզ թշնամի պետք չի։ Ընդհանրապես, այսինքն այլընտրանքներ մենք պիտի փնտրենք, ես կարծում եմ, որ Եվրամիության անդամակցությունը առաջին հանգրվանն է, ոչ միայն քաղաքական, ոչ միայն տնտեսական, նաև անվտանգային իմաստով։ Իսկ դրա հաջորդ հանգրվանը իհարկե Հյուսիսատլանտյան դաշինքն է, Հայաստանը պիտի ձգտի դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, պիտի այս տարածաշրջանում փորձի գտնել խաղաղության այնպիսի մի մոդուս, որը հիմնված կլինի արժանապատվության եւ հիմնված կլինի իրական դաշնակիցների հետ ռազմավարական գործընկերության վրա։ Այլ խաղաղություն ես չեմ պատկերացնում եւ իհարկե ես դատապարտում եմ իշխանությունների կրավորականությունը եւ այսպես երկերեսանությունը այդ իմաստով։ Եվ պարոն Բաբաջանյան, շատերը անիրատեսական են համարում Եվրամիություն մտնելը, հատկապես Արադ Միրզյանի վերջին հայտարարությունից հետո, երբ ասաց, որ հայտ չենք ներկայացրել Եվրամիություն մտնելու։ Այս դեպքում ձեր քայլերը, ձեր ջանքերը որքանով են արդյունավետ։ Հայաստանը օրենք է ընդունել Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ 60,000 քաղաքացի ստորագրել է եւ իշխանությունները ստիպված են եղել մեր ճնշման ներքո ընդունել այդ օրենքը։ Այդ օրենքից բխում է, որ պիտի գործողությունների պլան եւ ճանապարհային քարտեզ հստակեցվի, շատ լավ է, որ չեն դիմել, իրենք այս պահին կարծում եմ այդ կարողությունը չունեն, այս կառավարությունը այդ կոմպետենտությունը չունի, որպեսզի կարողանա Եվրամիության հետ ուրեմն համարժեք բանակցություններ վարի։ Ես հույս ունեմ, որ մենք այդ կոմպետենցիան ձեռք կբերենք, նաև դրան կնպաստի հաջորդ տարվա ընտրությունները, ավելի բանիմաց, ավելի խոհեմ ուրեմն առաջնորդություն կկարողանանք ձևավորել, որը կկարողանա Եվրամիության հետ իրապես որակյալ բանակցություններ վարել։ Մասնակցելու եք ընտրություններին։ Անպայման, իհարկե։ Այս կազմով ծրկուսակցությամբ թե որևէ բան չենք բացառում, մենք քննարկումներ ունենք, Արամ Սարգսյանի հետ անցյալ շաբաթ եմ խոսել, մեր մյուս գործընկերների հետ, պարոն Խզմալյանի հետ, գուցե դաշինքով, ավելի մեծ կազմով, գուցե առանձին մեր կուսակցությունով, բայց մենք անպայման մասնակցելու ենք։ իսկ հնարավոր կոալիցիա ԿՊ-ի հետ տեսնում եք։ Այսօր այդպիսի բան չենք քննարկում, մենք ընդգծված պրոարևմտյան քաղաքական ուժ ենք, մենք Եվրոպական միության անդամակցության կողմնակից ուժ ենք, այդպիսի բան չենք լսել քաղաքացիական պայմանագրի կողմից, չենք տեսել այդպիսի ձայն, եթե քաղաքացիական պայմանագիրը պատրաստ է ուրեմն մեր օրակարգը դարձնել իր օրակարգ, ինչու՞ չէ։